Փորձենք այս շաբաթվա գլխավոր իրադարձությունը ամփոփել, վերլուծել քաղաքագետնանտ Միքայելյանի հետ, նա տաղավարում է բարեձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Եվ այսպես Երևանն ու Բաքուն ավարտեցին բանակցությունները եւ համաձայնեցրել են բոլոր այն կետերը, որոնց մասին տարիներ շարունակ խոսում էին։ Որն է լինելու հաջորդ քայլը։ Դե տրամաբանական է, որ ամփոփած բանակցություններից հետո պայմանագիրը ստորագրվի։ Սակայն մենք ամեն դեպքում Բաքվից նոր նախապայմաններ ենք լսում եւ նաեւ հայտարարություն, որ Բաքուն Երևանին չի հավատում որևէ ձևով։ Եվ սա անհասկանալի է։ Այսինքն, եթե բանակցությունը գնում է, եթե կան արդեն լուրջ արդյունքներ, ապա ինչու նման մոտեցում կա։ Եվ ես կարծում եմ, որ Բաքվի նպատակը խաղաղության պայմանագիր չստորագրելն է, չնայած որ Երևանը շատ լուրջ ջանքեր է թափել, որպեսզի այն ստորագրվի։ Այսպիսով դեռ հստակ չեմ կարող ասել, որ անպայման կստորագրվի, պարզ է, որ կան խաղացողներ, այդ թվում Եվրամիությունում ու ԱՄՆ-ն, որոնք ուզում են, որ արագ ստորագրվի առկա ձևաչափով, բայց ամեն դեպքում Բաքվից եւ Անկարայից մենք տեսնում ենք ընդդիմություն է պայմանագրին եւ այսպես ասեմ չեմ կարող հստակ կանխատեսում տալ, թե կստորագրվի թե ոչ։ Եվ երբ կստորագրվի։ Եվ նաև երբ կստորագրվի, որովհետև դեռ վաղուց խոսվում է, որ այո, շուտով, այ հիմա ասում է արդեն, որ բոլոր կետերը համաձայնեցվել են։ Այսինքն, եթե բոլոր կետերը համաձայնեցվել են, ապա հնարավոր է այսօր էլ ստորագրել, չէ՞։ Ինչ նախանգարում։ Խանգարումը ակնհայտորեն Բաքվի առաջինը Բաքուն հայտարարեց, որ մենք ավարտել ենք բանակցությունները։ Բաքուն հայտարարեց, բայց ինչն է կոնկրետ եղել, հա։ Վերջին երկու նախապայման Բաքվի, այսինքն, դա կոչվում է կետեր խաղաղության պայմանագրի, եղել են հետևյալը՝ հայտերի հետ կանչը եւ օտարերկրյա ուժերի, այդ թվում խաղապահների, այդ թվում դիտորդների չկայացումը սահմանի վրա եւ Երևանը դրա վրա համաձայնվեց։ Երևանի դիրքորոշումը եղել է օրինակ օտարերկրյա ներկայացուցիչ։ Դիտորդը օտարերկրյա ուժ է համարվում։ Այո, Բաքուն պարտադրում է, որպեսզի դիտորդները դուրս գան։ Եվ Երևանի դիրքորոշումը եղել է որպես, այսպես ասեմ, հա, միջանկյալ տարբերակ, որ եկեք դուրս գան այն հատվածներից, որոնք արդեն դելիմիտացվել են, բայց Բաքուն ուզում է, որ ամբողջությամբ դուրս գան եւ կարծես թե այս թեմայով համաձայնություն։ Բաքուն չի համաձայնել Երևանի այդ տարբերակին։ Այդ տարբերակին չի համաձայնվել եւ ես ենթադրում եմ, որ Երևանն է համաձայնվել։ Բայց ինչն է համաձայնեցվել բանակցություններում։ Դե հայցերի այդ կետը բանակցությունում կա։ Այո, այդ կետը բանակցությունում կա։ Բայց խոշոր հաշվով ստեղ միայն հայկական կողմից հայցերի հետ կանչի մասն է խոսքը գնում, որովհետև ադրբեջանական կողմից իրականում հայցերի հետ կանչը համոզված չեմ, որ կլինի, այլ չասած, որ իրենց կողմից հայցերը բովանդակային չեն, այսինքն հանցագործությունները գործել է Բաքուն, Ադրբեջանը, Ալիևյան բռնապետությունը, Հայաստանը դիմել է, որպեսզի կարողանա դրա պատասխան բերի եւ նաեւ որպեսզի Ադրբեջանի հետագա հանցագործությունները զսպի, իսկ Բաքուն ի պատասխան դրա բազմաթիվ հայցեր ներկայացրել միջազգային դատարան, բայց դրանք ոնց որ իրավական սպամի տեսք ունեն, այսինքն դրանք շատ թեթևակաշ են, շատ թույլ են եւ բովանդակազուրկ են, ինչ դեռ հայկական կողմից հայցերը շատ ավելի ծանրակշիռ են եւ այստեղ շատ էական բանը այն է, որ դրանք նորից արդեն դիմել այդ թեմաներով հնարավոր չի լինելու։ Կարող ենք ասել, երեք Բաքվի արածը մի բան էր, այսօր այլ բան է։ Կամ դրա հակառակն է ճիշտ։ Նկատի ունեք երեք հայտարարում է, որ ավարտվել ենք եւ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը ողջունում են գրեթե բոլոր ուժային կենտրոնները, բոլոր հայտնի մեծ խաղացողները, Վաշինգտոն, Մոսկվա, անգամ հապկից կա արդեն դրական արձագանք այս ամենին, այսօր հրաժարման տենդենս է նկատվում այդ ոգևորությունից։ Մի բան հաշվի առնենք, որ Բաքվի վրա մշտական եւ ասեմ, որ բացասական ազդեցություն ունի Անկարան։ Եվ հավանաբար կապ է եղել Անկարայի հետ, Անկարան միշտ խոչընդոտել է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղությանը, թե QST բանակցությունների ժամանակ, թե Կազանի բանակցությունների ժամանակ։ Ենթադրում եք նայել նույն բանն է տեղ։ Կարծում եմ, որ դա հնարավոր է։ Եվ որովհետեւ Թուրքիայի նպատակը եղել է հակամարտության միջոցով մտնել այս տարածաշրջան։
Սա Թուրքիան հաջողաբար իրականացնում է, բայց դեռ մասնակի է ստացվել, շարունակում է այդ քաղաքականությունը։ Թուրք լրագրողներն էլ հենց այս մթնոլորտում հայտնվեցին Հայաստանում։ Թե դա այդպիսի հաշվարկի արդյունք չէ։ Այս մթնոլորտում, բայց Փաշինյանի հաշվարկը եղել է այն, որ Թուրքիայի վրա ինչ որ կերպ դրական ազդի, այսինքն թուրքական լրագրողների հետ շփման միջոցով, ոնց որ թուրքական քանի որ նախաձեռնությունը մերն է եղել։ Այո, նախաձեռնությունը Երևանին է եղել, փորձ է եղել ազդել Թուրքիայի հանրային կարծիքի վրա եւ ազդել նաեւ իշխանությունների վրա, ցույց տալ դրական տրամադրվածություն, որը իմ կարծիքով ցույց է տալիս, որ վարչապետի աշխատակազմում ֆունդամենտալ ճիշտ պատճառը չեն հասկանում Թուրքիայի ագրեսիվության։ Այսինքն բազմաթիվ անգամներ հայտարարվել է, որ եթե մենք բացասաբար չտրամադրվենք, ապա իրանք էլ դրական են տրամադրվելու, որը նորից եմ ասում ցույց է տալիս, որ ֆունդամենտալ սխալ է հասկացում հակամարտությունը։ Ինչու՞։ Եթե Թուրքիան Հայաստանից 27 անգամ ավելի մեծ է բնակչությամբ եւ 50 անգամ ավելի մեծ է հնայով եւ նաեւ երևի մի 10-20 անգամ ավելի մեծ է ռազմական ուժով, ապա արդյոք Հայաստանն է նախաձեռնող այս հակամարտության։ Երբ առհասարակ եթե պատմականորեն դիտարկենք, ապա երբեք չի եղել, որ Հայաստանը լինի նախաձեռնողական։ Այսինքն Թուրքիան ունի իր նպատակները, հարձակում է, որպեսզի իր նպատակներին հասնի, իսկ մենք փորձում ենք պաշտպանվել։ Հիմա եթե մենք ընդունում ենք իրենց տրամաբանությունը, որ մեղավորը մենք ենք, օրինակ այն, որ Թուրքիան սահմանը փակել 93 թվականին ի պատասխան Հայաստանի գործողությունների, որը իրականում կեղծ թեզ է, որովհետև իրականում այդ սահմանը չի էլ բացվել 91 թվականին։ Եվ հիմա այդ արգելքը չկա։ Այո, հիմա էլ այդ թեման չկա, բայց մեկը չի բացում, որը ցույց է տալիս, որ Թուրքիան ուղղակի պատերազմում է Հայաստանի դեմ, ամենասկզբից, ամենաառաջին օրվանից բլոկադան շրջափակումը դա պատերազմական գործողության տեսակն է, հա, եւ նաեւ ուղիղ պատերազմում է Ադրբեջանի ձեռքերով, հա, եւ այսպիսով Թուրքիայի նպատակը հակահայկական է եւ այստեղ փորձել իրենց նկատմամբ կառուցողական թվալ դա միայն այն պարագայում կաշխատեր, երբ որ Թուրքիան չուզենար այս հակամարտությունը, բայց դա սխալ է եւ այսպիսով այս քայլերը միայն Թուրքիայում ախորժակը բարձրացնում են։ Ինչու են բարձրացնում, որովհետև ախորժակ բարձրացնելը նշանակում է չլուծել հակամարտությունը։ Ախորժակ են բարձրացնում։ Ինչին էլ հետևում է Բաքուն։ Այո, ախորժակ են բարձրացնում Հայաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերելու։ Ինչու, որովհետև Թուրքիան ավելի ու ավելի շատ ամեն նման գործողությունից հետո թվում է, որ իրանք կարող են իրենց նպատակներին հասնել, որ իրանք չեն խանգարի, որ իրենց նկատմամբ կառուցողական կվարվեն, ինչ էլ իրանք անեն, մեկը պատասխանը լինի դրական։ Եվ այսպիսով իրանք պատճառ չունեն համաձայնվելու։ Նորից եմ ասում, սա նույն բանը չէ, ինչ ռուս-ուկրաինական հակամարտությունում, որտեղ բավական էր, որ Զելենսկին ասեր, որ ինքը պատրաստ է խաղաղության, Պուտինը կարող է մինչև վերջ չէր ուզում, բայց ամեն դեպքում ասել է, որ ինքն էլ է պատրաստ։ 3 օր տևեց։ Տվյալ դեպքում այդպես չի։ Այսինքն Երևանից հայտարարություն, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության, հնչել է 94 թվականի մայիսից սկսած ամեն օր։ Հա, մի օր չի եղել, որ Հայաստանից ասվել չէ մենք չենք ուզում։ Բաքուն միշտ մերժել է։ Այսինքն մենք տրամաբանորեն լրիվ ուրիշ վիճակում ենք գտնվում, բայց ցավոք սրտի այս վիճակի պատշաճ գնահատական չկա։ Բաքուն մերժել է, պետք է նկատի ունենալ Անկարան մերժել։ Խոշոր հաշվով այո, որովհետև եթե հիմա էլ երևի Բաքուն ուզում է ավարտել փակել այս էջը, հա։ Ենթադրում եմ, այո, ենթադրում եմ, եթե Թուրքիայի ուղիղ ազդեցությունը Ադրբեջանի վրա չլիներ ամենասկզբից եւ Թուրքիան ներգրաված չլիներ, ապա ինչ որ պահին, հավանաբար հենց 94 թվականին մենք կկնքենք խաղաղության պայմանագիր եւ դրանով հակամարտությունը կլուծվեր, բայց քանի որ Անկարան միշտ հրահրում է, Ադրբեջանին հույս է տալիս, մյուս կողմից խոչընդոտում է ստորագրել, որովհետեւ իր ավելի մեծ պլաններ ունի, Ադրբեջանն էլ, այսպես ասած, այս տրամաբանության մեջ է շարժում արդեն։ Բայց այդտեղ իհարկե կա շատ ավելի մեծ հաշվարկներ, խողովակներ, միջանցքներ եւ այլ աշխարհակականություն, Ռուսաստան, Արևմուտք, Իսրայել եւ այլն, այս ամեն ինչը այո, բայց ամեն դեպքում վճռական դերը ունի Թուրքիան։ Բա ինչ եղավ ռուսական գործոնը, ճիշտ ժամանակին նշեցիք։
Դե տեսեք, ռուսական գործոնը Միշտ այսպեսին չի եղել, չէ՞, այդ գործը։ Ռուսական գործոնը եղել է 90-ականների սկզբից թուրքական գործոնից ավելի ուժեղ եւ վճռորոշ դեր էր խաղում առհասարակ տարածաշրջանային պատկերը հասկանալու համար 2000-ականների սկզբից արդեն ռուսական գործոնը սկսեց էականորեն թուլանալ եւ 2000-ականների կեսից Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Վրաստանում Հաջորդիվ Ռուսաստանը կենտրոնացավ ոնց որ Հայաստանում ու Ադրբեջանում իր ազդեցությունը պահելու վրա, բայց 2009 թվականից Ռուսաստանը կտրուկ սկսեց կորցնել ազդեցությունը նաև Ադրբեջանում։ Ադրբեջանում ինչ է տեղ ունեցել։ Նախ Ադրբեջանից ռուսական այս RLS-ը, հա, մի խոսքով կարելի ասել ռազմաբազան հանել են 2009 թվականին։ 2010 թվականին Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրեց ռազմական պայմանագիր համապարփակ որի արդյունքում նաև այս հակահայկական ագրեսիաները իրականացան եւ հետագայում շարունակեց Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում մեծանալ եւ առ 2020 թիվ արդեն 85% սպայակազմի Ադրբեջանի արդեն կրթվել են անցել են Թուրքիայում։ Հիմա արդեն ենթադրում եմ, որ 97-98% արդեն գրեթե բոլորը բացի ամենաավագներից։ Այսպիսով մենք ունենք Ադրբեջանի բանակի տեսքով թուրքական բանակի ոնց որ մի քանի կորպուս։ Հիմա այս ոնց որ այս Բայց ժամանակին Ադրբեջանը զինվել է ռուսական զենքով։ Զգալիորեն ռուսական զենքով եւ բարձվում է Հայաստանից անգամներով ավելի զենք է գնել։ Այստեղ մի քանի բարձաբանում տամ։ Սկզբից ամբողջությամբ բարձ է հետսովետական Բաքուն բավականին շատ զենք է ստացել, զենք եւ զինամթերք Ռուսաստանն ու ավելի ճիշտ Խորհրդային Միությունից, որովհետեւ նաեւ մի քանի բազա կար սովետական Ադրբեջանի տարածքում, հետո 90-ականների 2000-ականներին այդ պրակտիկան շարունակվեց, այդ թվում 2013 թվականի պայմանագրով Ադրբեջանը 4 միլիարդ դոլարի զինտեխնիկա եւ սպառազինություն է գնել Ռուսաստանից։ Այո, Հայաստանից, եթե մենք գումարով նայենք, ապա ավելի մեծ մատակարարում է ստացել Ռուսաստանից, բայց քանի որ Հայաստանը շատ ավելի մատչելի գներով էր առնում, ապա քանակապես ես ենթադրում եմ, որ ամեն դեպքում Հայաստանը ավելի շատ է ստացել Ռուսաստանից։ Բայց Ադրբեջանը սկսեց ակտիվորեն զարգացնել ռազմական հարաբերությունները բարձր Թուրքիայի հետ, Իսրայելի հետ, նաև ԱՄՆ-ի հետ եւ Պակիստանի հետ։ Եվ այսպիսով այս ամեն ինչը ոնց որ բերեց այս իրավիճակին, երբ Ռուսաստանը մեծ հաշվով Ադրբեջանի վրա ազդեցություն չունի։ Ռուսաստանը նաև սկսեց կորցնել ազդեցություն Հայաստանի վրա, հատկապես 2018 թվականից հետո 2020 թվականից հետո, 2022 թվականից հետո, երբ արդեն Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հապկից դուրս գալու ոնց որ ուղղություն ունեն, հա, դեռ Հայաստանը չի ամփոփել այս դուրս գալը, բայց զգալիորեն այդ ճանապարհը անցած է, եւ այսպիսով այս պայդրությամբ Ռուսաստանը շատ թույլ ազդեցություն ունի Հարավային Կովկասում, չնայած որ ռազմաբազա ունի Գյումրիում, բայց դրանից զատ գրեթե ոչ մի բան չունի։ Այսպիսով Ռուսաստանը հատկապես 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի, որտեղ ամբողջ արևմտյան պատժամիջոցներին ենթարկվել է Ռուսաստանը եւ ամբողջ ուժով ներգրավել է այդտեղ, Ռուսաստանը ոնց որ կորցրեց նաեւ կարողությունը Հարավային Կովկասում գործելու, որի արդյունքում եղավ նաեւ 2023 թիվ եւ Արցախի հայաթափում։ Այս պայդրությամբ Ռուսաստանը Հարավային Կովկասում գրեթե ոչ մի լծակ չունի, ինչ դեռ Թուրքիան էականորեն ուժեղացած է։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի, բարձա որ այս համադրությունը մի փոքր կշեղվի դեպի Ռուսաստան, բայց հետ բերել կորցրած ազդեցությունը Ռուսաստանի համար կլինի շատ բարդ։ Ձեզ համար հասկանալի է, թե Արցախի նկատմամբ լայնամասշտաբ հարձակումը սկսելուց առաջ ինչու արցախցիներին տեղյակ չի պահվել այդ մասին։ Դե նախ նման պարագայում ոչ մեկին տեղյակ չեն պահում, որովհետև եթե արցախցիները անգամ խաղապահները այնտեղ գտնվող։ Դե խաղապահները ես չեմ կարծում, որ տեղյակ էին, բարձր որ Ռուսաստանի տեղյակ չեն եղել, որ այդպես։ Ենթադրում եմ, որ այո, տեղյակ չեն եղել, կարող է հենց Ռուսական հետախուզությունը կարող է չիմանալ այդպիսի բան։ Չէ, հետախուզությունը երևի իմացել է, ես այդպիսի տեղեկություն տարածվել է լրատվամիջոցներում, որ սեպտեմբերի սկզբին, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 7-ին Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Թուրքիայի, Իսրայելի ներկայացուցիչների, որտեղ քննարկվել է այս Արցախի հարցը։
Եվ այդտեղ լուր համաձայնություն են տվել, այսինքն գուցե ոչ ակտիվ համաձայնություն են տվել բոլոր վերոնշյալները։ Եվ պարզ է, որ դրանից հետո ոնց որ արդեն Արցախի հարցը որոշված էր։ Պարզ է, որ հայերին ոչ մեկը չի ասել, բայց այդտեղ որոշված էր, բայց մի բան է, ինչ որոշված է աշխարհակահաղական մակարդակում, մյուս բան, որը որոշված է արդեն հողի վրա։ Հողի վրա ես ենթադրում եմ, որ չեն ասում, նույն դե մյուս օրինակ բերեմ, երբ որ Ռուսաստանը դուրս եկավ Խերսոնից 2022 թվականի նոյեմբերին, էլի բնակչությանը չեն զգուշացրել, այսինքն գիշերը ժողովուրդը քնել է Ռուսաստանի իշխանության ներքո, հարավոտը տեսնում են ռուսները ամբողջությամբ դուրս եկան, իրիկունը արդեն ուկրաինական բանակն է մտնում։ Հա, այսինքն այդտեղ ոչ ոք տեղյակ չի եղել։ Նման պարագաներում ոչ մեկին չեն ասում, սա է իրականությունը։ Այսօր հերախոսազանգ է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջև կապված տեղի ունեցածի հետ։ Դա ինչի մասին է վկայում։ Առանց բովանդակություն իմանալու կդժվարանամ ասել։ Դե բովանդակություն ասեցի, դա հայ-ադրբեջանական համաձայնագրի կամ բովանդակության մասին է եղել, այդպիսի տեղեկություն է տարածել։ Դե ենթադրում եմ, որ ռուսական կողմը ուզում է հայկական կողմից ծանոթանալ լրացուցիչ մանրամասների կապակցությամբ։ Ընդամենը։ Ենթադրում եմ այո, որովհետև երևի թե նման զանգ եղել է նաև ադրբեջանական կողմին, որպեսզի հիմա ռուսական կողմը ոնց որ իմանա թե ուր հասավ բանակցությունը եւ ինչ ստատուս քոյի փոփոխություն է ակնկալվում, եթե այդ պայմանագիրը ստորագրվի եւ ինչ նաև կարեւոր է թե որտեղ է ստորագրվելու։ Ենթադրում եմ էլի ԱՄՆ-ում, որովհետև նախորդ բանակցությունը եղել է եւ ի դեպ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տապալվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ուրեմն նիստի ֆոնին, հա, 2024 թվականի սեպտեմբերին։ Բայց հիմա երևի թե որոշ առաջընթաց կա եւ հավանաբար ԱՄՆ-ն փորձելու է շարունակել պահել ոնց որ միջնորդական դեր։ Գիտե, Մոսկվա մեկնած ամերիկացի պաշտոնյան ռուս-ուկրաինական հարցով բանակցությունների վերադարձել է մեկնել է Բաքու։ Մի հետաքրքիր լուր է Ստիվեն Ուիտկոֆը, որը Թրամփի հատուկ այս ոնց որ դեսպան դարձավ նման հակամարտություններում, որ մասնակցել է նաև իսրայելական հակամարտության նախնական լուծման քննարկումների մեջ եւ Իսրայելում ստիպել է իսրայելական կողմին, որպեսզի համաձայնվեն, հետո բանակցեց նաև Մոսկվայի հետ, հիմա գնացել է Բաքու մեկնելը կապում եք Երևանի եւ Բաքվի հայտարարության հետ։ Հավանաբար այո, հավանաբար որոշակի դիվանագիտական գործընթաց կա, որը նաև չի երևում, բայց որտեղ ամերիկյան կողմը շատ ավելի շատ է ներգրաված եւ երևի թե գնացել է որպեսի արագացնի այդ գործընթացը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ պարզ է, որ Ադրբեջանը չի ուզում ստորագրել եւ Բաքուն ոնց որ որպեսի չհրաժարվի, երևի գնում է որպեսի Ես էլի եմ վերադառնում այդ հարցին։ Եթե չէր ուզում ստորագրել, ինչու էր ինքը նախաձեռնում այդպիսի հայտարարություն։ Այդ հաստատերերը կարող են տարբեր լինել։ Մի կողմից Բաքուն միշտ ուզում է ամենասկզբից ուզում է կառուցողական թվալ եւ միշտ ասում է դե մենք կողմենք եւ այլն, այ Երևանն է մեղավոր, բայց հիմա ասում է չենք ստորագրի։ Դե չեն ասում չենք ստորագրի։ Ասում են, որ Երևանին չենք վստահում, ասում են, որ ինչ որ նոր նախապայմաններ են սկսում առաջ դնել, օրինակ Հիկմետ Հաջիևը հայտարարել է մի քանի նոր նախապայման։ Նվազագույնը որոնք միջև ընթերցել է, որոնք չկան համաձայնագրում։ Չկան, բայց համաձայնագրում էլ լիքը բան չի եղել, հետո մցվել է, հետո դուրս է բերվել եւ այլն։ Օրինակ ամերիկյան կողմը մոտավորապես մի տարի առաջ ստիպեց Բաքվին, որ հանի համաձայնագրից տրանսպորտային հարցերը, որոնց վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման, հա։ Եվ դուրս են բերվել երկու կետ, որոնք վերաբերվում են դրան, բայց հիմա Բաքուն հայտարարում է, որ մեկը դա նախապայման է, այսինքն ոնց որ մի կողմից դա տեքստի մեջ չկա, բայց մյուս կողմից առանց դրա Բաքուն ասում է, որ չենք ստորագրելու, հա, օրինակ։ Մյուսը, ինչ ասում են, նաև Մինսկի խմբի չեղարկումը, պարզ է, որպեսզի ամբողջ բանակցային փաթեթ, որ այդտեղ կա, չեղարկվի։ Հայաստանի ապազինում է պարտադրում Ադրբեջանը եւ հիմա փորձում են նաև այն բոլոր համաձայնություններ, որ Հայաստանը կնքել է սպանապարազինությունների գնման, որպեսզի տեխնիկան չհասնի Հայաստան։ Բացի այդ, ուզում են դե նաև Հայաստանի բնակեցում ադրբեջանցիներով 350,000 մարդու մասն է խոսքը գնում։
Եվ այսպես շարունակ, այսինքն տարբեր պահանջները Դուք ադրբեջանական թվարկեցիք բաներ, որոնք չկան հայտարարված համաձայնագրի։ տեքստի մեջ չկան, համաձայնագրի մեջ չկան, բայց կան նաև այսպես ասած ադրբեջանական խոսույթի մեջ, որը փորձում են ամեն ձևով ոնց որ նոր ստեղծում են խնդիրներ, նոր խնդիրներ են ստեղծում, որպեսզի հետո լուծեն։ Խնդիրներ, որպեսզի այդ տեքստը չստորագրեն։ Նաև որ Համաձայնեցված տեքստը չստորագրեն։ Տեքստից դուրս վեճ են ստեղծում, որ այդ համաձայնագիրը չստորագրեն։ Ես այդպես ձևակերպեմ։ Տեքստից դուրս վեճ են ստեղծում, որպեսզի նոր խաղակարգ ունենան։ Հիմա ինչի համար։ Դուք հայտարարում եք ավարտել ենք բանակցությունները։ Տեսեք, խնդիրը ինչու՞մ է։ Եթե մենք նախապես ասում ենք, որ մեր համար դա գերնպատակը դա այդ թուղթ ստորագրելն է, ապա այդ պարագայում նրանք մտածում են, լավ, եթե այդ թուղթը ուզում են ստորագրել, էլ ինչ կարող ենք վաճառել այս թուղթը ստորագրման համար։ Եթե չստորագրենք, հա, որն է մեր այլընտրանքը եւ որն է հայկական կողմի այլընտրանքը։ Եթե հայկական կողմը արդեն հայտարարել է, որ դա գերնպատակ է, ապա ուրեմն հայկական կողմը մյուս զիջումներն էլ կգնա։ Փորձում են ավելի թանկով վաճառել այս տեքստը։ Խնդիրը սա է։ Եվ քանի դեռ ստացում է, փորձելու են, էլի լիքը պահանջներ ունեն, ամեն անգամ նոր ու նոր պահանջներ են ի հայտ գալիս։ Այդ դեպքում ավելորդ ողջավորություն է այս օրերին, թե առաջ խաղացում է գրանցվել։ Ես կարծում եմ, որ այս փաստաթղթով ողջավորել պետք չի, սա միակողմանի փաստաթուղթ է, որտեղ հայկական կողմի շահերը ընդհանրապես բացակայում են, որը հայկական շահերին հակասում է, եւ եթե մի փաստաթղթի վրա գրված է, որ Հայաստանը պետք է ամեն ինչը զիջի, բայց վրան գրվի խաղաղության պայմանագիր, դա դեռ խաղաղության պայմանագիր չի դառնում, նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը կարող է չպահել այդ պայմանավորվածությունները, կարող է չպահել։ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ խախտել է պայմանավորվածությունները։ Այսպիսով զիջել որևէ առարկայական բան թղթի համար, որը Ադրբեջանը կարող է հետո մերժել, իմ կարծիքով ի սկզբանե սխալ է։ Այսպես մի ցայտուն օրինակ կա, շատ օրինակներ չնշենք։ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Հայաստանն ասում է, կստորագրենք, հետո Մինսկի խմբի գործունեության կարիք չի լինի։ Բաքուն արձագանքել է այդպիսի մոտեցման։ Բաքուն ասում է սկզբից պետք է լուծարվի։ Միջև ստորագրել։ Այո։ Երևանը փորձում է այս Մինսկի խմբի լուծարումը, այսպես ասած, որպես լրացուցիչ լծակ օգտագործել, Բաքուն էլ է փորձում որպես լրացուցիչ լծակ օգտագործել։ Բայց իմ կարծիքով ընդունելի է զորական տարբերակ, որտեղ Մինսկի խմբի մասին խոսակցությունը ընդհանրապես այս փաստաթղթի մասին չէ։ Այսինքն, այսպես ասենք, հա, եթե Մինսկի խմբի Ինչպես այդ փաստաթղթի մասին չէ սահմանադրությունը, այդ փաստաթղթի մասին չէ միջազգային հայցերից հրաժարվելը, իսկ այդ հայցերի մեջ մտնում է Բաքվի դատավարությունը։ Մի հարցել դա չի մտնում, բայց այս թեման հայկական կողմը սկսեց բարձրացնել, բայց ոչ պարտադրողական տեսքով, հա, որովհետև իրականում հայկական կողմը հիմա ոնց որ մի քանի անգամ դատապարտել է այս դատավարությունը, բայց մյուս կողմից իրավական գործընթացը չի սկսել դրա հետ կապված։ Ադրբեջանը ուզում է, այսպես ասեմ, հա, Ադրբեջանը ուզում է փակել Արցախյան հարցը ամբողջությամբ վերացնելով Արցախը, հիմա ֆիզիկապես ոչնչացվել է Արցախի կառավարության շենքը 2 օր առաջ, հա, ոչնչացնել նաև ղեկավարներին, իդեպ հիմա փորձում են նաև Հայաստանից բերել մարդկանց, որպեսզի այդտեղ դատեն։ Եվ ես ցավոք սրտի այն քարոզչությունը, որը տեսնում եմ իշխանական լրատվամիջոցներից եւ իշխանամետ տարբեր բլոգերներից, ինձ չի տալիս վստահություն, որ նման քայլի չի գնա Երևանը, հա։ Այսինքն, օրինակ, այն մարդիկ, ովքեր դատվում են Բաքվում, դատապարտվում են հայկական լրատվամիջոցներում որոշ դեպքերում, հա, որը իհարկե անընդունելի է։ Այսինքն, մենք ստեղ գործ ունենք շատ թյուր հասկացության հետ այս խաղաղ գործընթացի, որտեղ հայկական կողմը ոնց որ միակողմանի զիջում է ամեն ինչը, եւ այսինքն պատրաստվում է նոր կապիտուլյացիա ստորագրելու։ Շատ եթե իրադարձությունները իրենց անունով կոչենք։ Եվ վերջինը։ Լավ, եթե խոսում են երկու քաղաքներն էլ, կենտրոններն էլ, որ համաձայնեցված է ավարտվել է բանակցությունները, հաջորդ քայլը չէր լինելու հրապարակել այն տեքստը, որը համաձայնեցված է եւ փոփոխության ենթակա չի այլևս։ Ինչու չի արվում դա, հա։
Դե որպես կանոն ընդհանրապես դա չի արվում, որպեսզի չխոչընդոտի բանակցություններին, բայց այստեղ մենք բարձ պատճառ ունենք, որովհետև Երևանում կա մտավախություն, որ սա հասարակությունը չի ընդունի։ Այսինքն, որ երբ որ մարդիկ ծանոթանան այդ դրույթներին, որի տակ ստորագրել է Փաշինյանը, որ դա շատ լուրջ դժգոհության ալիք է բարձրացնելու, որը գուցե Փաշինյանը կկարողանա Վաղ թե ուշ, եթե այդպես է, պիտի բարձրանա այդ ալիքը։ Եթե անգամ Բաքուն համաձայնի ստորագրելուց հետո դա գաղտնի չի մնալու, չէ՞, այդ փաստաթղթը։ Տեսեք, շատ լուրջ տարբերություն կա, երբ որ ժողովրդին թվում է, որ սա հնարավոր է կանխել, եւ շատ ուրիշ բան է, երբ որ դա արդեն ոնց որ ի պատասխան բողոքի ալիք է, հա։ Այսինքն, եթե դա բողոքի ալիք է, ոնց որ որը վերաբերում է արդեն ստորագրված փաստաթղթին, դա մի բան է, երբ որ պետք է, ասենք, մի ամսից ստորագրվի եւ այստեղ նախապատրաստական ոնց որ ժամանակ է տրվում, սա ուրիշ բան է։ Մի բան էլ ձեր կարծիքը անպայման ուզում եմ լսել։ Երևանը ուրիշ տարբերակ ուներ, ուրիշ թղթի ակնկալիք ուներ փաստաթղթի։ Դե Կամ կարող էր ունենալ ուրիշ ակնկալիք։ Դե եթե Չմոռանանք ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, ուրեմն սկսենք նրանից, որ Փաշինյանը անընդհատ իր թեզերը բերել, հա, դեռ մինչև պատերազմը հայտարարել է, որ Մյունխենյան թեզեր ունի։ Հետո, երբ որ Ադրբեջանը 5 սկզբունք առաջադրեց 2021 թվականի հակամարտության լուծման, ապա Երևանը իր մի քանի սկզբունք ի պատասխան հնչեցրեց, որոնք ուրիշ տրամաբանություն են ենթադրում։ Հետո Բաքուն սկսեց ճնշել, Երևանը չարձագանքեց պատշաճ եւ հետեւաբար Երևանը հետագայում Բաքվի սկզբունքները ընդունեց, իսկ սեփական սկզբունքներից հրաժարվեց։ Հիմա տեսեք, ընդհանրապես թե պատերազմական Ինչը սովորաբար տեղի ունենում պարտվող կողմերի հետ։ Այո, բայց պարտվող կողմը չի նշանակում, որ պետք է միանգամից սենց փաթեթով դաստայով ամեն ինչը ընդունի։ Այսինքն հիմա սա նշանակում է բանակցությունից հրաժարվելը։ Այսինքն բանակցությունը, որտեղ մի կողմը ուղղակի ընդունող դերում է, մյուս կողմը պարտադրող դերում է, սա բանակցություն չի։ Հա, սա բանակցություն չի, սա ուղղակի պատերազմի ուրիշ տեսքն է, կամ գուցե նույն, որովհետև անցած տարի Փաշինյանը ուղիղ մի տարի առաջ ասել է, որ եթե մինչև այս շաբաթվա վերջ մենք չհամաձայնվենք, ապա պատերազմ է լինելու։ Այսինքն, եթե մենք տարածքներն ենք զիջելու, Կիրանցի մասն է խոսքը գնում։ Մինչև շաբաթվա վերջ պատերազմ է լինելու, նման բառացիորեն մեջբերում եմ։ Այսինքն, եթե քեզ անընդհատ պարտադրում են մի բան, որ եւ այլ պարագայում պատերազմ է լինելու, սա պետք չի խաղաղության բանակցություն կոչել, սա արդեն կապիտուլյացիոն գործընթացը, որը շարունակաբար է, եւ եթե դու հակափաստարկ չունես եւ քո խնդիրը միայն սեփական ժողովրդին պարտադրելը, որպեսզի սա ընդունեն, սա, այսպես ասած, ցույց է տալիս հայկական դիվանագիտության տոտալ սնանկությունը, անկարողությունը զսպել սա, իսկ սրա զսպումը բազմաչափ երևույթ է, մի կողմից ենթադրում է, որ բանակը պետք է ուժեղացվի, որը ի հակառակ պաշտոնական քարոզչության տեղի չի ունեցել, հակառակ շատ էականորեն թույլատրված է հայկական բանակը, նույնիսկ 20 թվականի վերջի դրությամբ, եթե համեմատենք, երկրորդը մյուս պետությունների հետ հարաբերությունները, ինչքան էլ շատերին դուր չգա Ռուսաստանը, ապա Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները ակնհայտորեն հայկական կողմի դիրքերը թույլատրում են։ Երրորդը, եթե որպես գերնպատակ սահմանվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համաձայնության գալը, ապա պարզ է, որ այստեղ զուտ սկզբունքային մակարդակում արդեն մենք սխալվում ենք, որովհետեւ չենք կարողանում, արդեն խոսալու տեղ կորցնում ենք, այսինքն բանակցային տեսության մեջ այդպիսի եզրույթ կա, BATNA, Best Alternative to Negotiated Agreement, այսինքն լավագույն այլընտրանք բանակցային փաթեթին, հա։ Ադրբեջանը հայտարարում է, որ իր համար լավագույն այլընտրանքը պատերազմն է, այսինքն ինքը միշտ կարող է դիմել պատերազմին, եթե չհամաձայնվենք։ Մեր այլընտրանքը ո՞րն է։ Եթե կարող ենք ասել, որ չունենք, դե եկեք այդ դեպքում ամբողջությամբ հանձնվենք, ինչ է որ տեղի ունենում, բայց այս այլընտրանքը պետք է ստեղծվի։ Այսինքն, եթե պետությունը չի կարողանում անել կամ իշխանությունը չի կարողանում անել, ապա ինքը պետք է դա հայտարարի կամ պետք է հրաժարվի։ Իրականում ճիշտ է դա, պետք է չվարեն այդպիսի բանակցությունը, որ իրանք ունակ չեն վարել։ Այսպեսով գործ ունենք մի նոր process-ի մեկնարկի հետ, որը վաղեմության ժամկետ չունի, դեռ երկար տևելու է։ Անշուշտ, որովհետև մենք տեսնում ենք, որ խաղաղության այսպես կոչված պայմանագիրը, նույնիսկ եթե ստորագրվի, դրանով ոչ մի բան չի ավարտում, Բաքվից նոր պահանջները գալիս են ու գալիս են, եւ երբ որ Հիկմետ Հաջիևը, հա, Ադրբեջանի նախագահի խորհրդական ասում է, որ Հայաստանը եթե սահմանադրությունը չփոխի, ապա մենք դա չենք ստորագրելու, սա ինչի մասն է։
Իրանք հո գիտեն, որ նոր սահմանադրությունը Հայաստանում այս հանրային կարծիքի հարցումների չի անցնի։ Այսինքն հանրակրվեով անցկացնել նոր սահմանադրությունը հնարավոր չի։ Չնայած որ Հայաստանում 3 սահմանադրական հանրակրվեն ա եղել, 3-ն էլ 95 թվականի, 2005 թվականի, 2015 թվականին տոտալ կեղծվել են։ Բայց այստեղ այս աստիճանի տոտալ կեղծիքները, որոնք առաջ են եղել, մոտավորապես որոնք 20% են ավելացրել արդյունքի, չեն բավականացնի։ Հասկանում եք, ըստ հարցումների մի 40-50% պետք է ավելացնի։ Երկրորդ հարցն էլ երբ կարող է դա տեղի ունենալ։ Ամեն դեպքում դա մի տարվա կտրվածքով գործընթացի մասն է Ես դա խոսքը։ ես նկատում եմ։ Այո, եւ այստեղ Ադրբեջանը փորձում է նոր խաղակարգ ստեղծել, որպեսզի տապալի բանակցային գործընթացը, բայց Երևանից հետևություն չկա, որ խաղաղություն չի լինելու Ադրբեջանի հետ։ Ես չեմ ուզում վատ բան ասեմ, բայց իրականությունը սա է, միակ բան, որ մենք պետք է հասկանանք դերքի ու ըստի տապալված բանակցություններից, որ այս խաղաղությունը չի լինելու։ Ինչպես ապրենք այս իրողության հետ։ Ավելի ճիշտ է իրականությունը հասկանանք, քան թե մոլուցքներով ապրենք։ Շնորհակալություն, այսքան։ Շնորհակալություն։ Հրանտ Միքայելյան, քաղաքագետ,